հատկապես պետության խնդիրները դիտարկելուց մենք պետք է սկսենք իշխանություններից։ Էլ ուր 2025 թվականին այս սարսափելի 5 տարի ամփոփելով մենք կարող ենք հստակ ասել, որ իշխանությունների մեղքը սարսափելի է։ Բայց երբ որ ես դիտարկում եմ նորից ինչու՞մն է մեղքը, գիտեք, շատ տարբեր է։ Մենք կարող ենք թվարկել ընդհանուր առմամբ, որ իրենք ողբալի ոչ կոմպետենտ են, որ իրենք տգետ են, որ իրենք թալանում են եւս երկիրը, չնայած ոմանք ասում են, որ լավ գոնե իրենք քիչ են թալանում, մենք չի շատի տարբերություն չենք դնում, մենք ասում ենք թալանում են։ Այն ընդհանուր մթնոլորտը, որ հիմա ձևավորվել է եւ այլն, այդ ամբողջը կա իհարկե, բայց առանցքային մեղքը նորից եւ նորից մնում է դավաճանությունը։ Եվ ինչու։ Մենք դիտարկում ենք, օրինակ շատերը ասում են, որ դավաճանությունը հոգեբանական տերմին է, ոչ, դավաճանությունը իրավական տերմին է, եւ շատ կարեւոր է միշտ հիշել, որ ինքը իրավական տերմին է։ Բայց երբ որ այսօր մենք փորձում ենք ամփոփելով դիտարկել, թե ինչու են մեղավոր, մենք պետք է դիտարկենք, որ ոչ միայն պետության հանդեպ դավաճանության, այլ նաեւ ամեն դեպքում ժողովրդի, որի իշխանություններն են իրենք, երկրի, որի իշխանություններն են, եւ ազգի, որի գոնե մի մասը իրենցից ներկայացուցիչներն են։ Սա շատ ավելի ծանր մեղք է։ Եվ դրա համար, երբ որ ես նայում եմ շուրջը ու տեսնում եմ առաջին հերթին այդ սարսափելի հուսահատություն, շատերի կողմից այնքան հուսահատություն մեծ, որ արդեն կարելի է խոսել լուրջ հանձնվածության մասին, խորքային դեպրեսիաներ եւ այդպես շարունակ, այդ ամբողջի մեղավորը իշխանություններն են։ Եվ մինչև իրենք պատասխանատվություն չկրեն դրա համար, պատասխան չտան այդ ամբողջ գործած մեղքերի համար, մենք չենք կարողանա առաջ գնալ։